Ավագ եւ կրտսեր սերնդի գրչակից ընկերներով հոգեվոր համախոհությամբ եւ մեծ կարոտով գրողների միությունում հիշում եւ մեծարում են տաղանդավոր գրականագետ, գրաքննադատ եւ ճշմարիտ մտավորական Ֆելիքս Մելոյանին 85-ամյակի առիթով։ Գրեթե կես դար ապրելով գրական մեծ ծնունդների ժամանակում, աշխատելով գրական մամուլում եւ Հայաստանի գրողների միությունում, հայտնի քննադատը տարիներ շարունակ գրականագիտական մտքի առաջատարներից մեկն էր։ Իր սկզբունքային անզիջում, շիտակ հայացքով կավ հանդիպող ուղղախոսությամբ։ Ինքը միշտ արտահայտել է անկեղծ իր կարծիքը, որքանով դա ճշմարիտ կհնչի, թե ոչ ճշմարիտ կամ ով կընդունի այդպես, ով հակառակը, ամենայն դեպս ինքը անկեղծ արտահայտվող միշտ քննադատներից, գրականագետներից է եղել։ Առ այսօր գրականության մարդիկ հիշում են ազգայինի եւ համամարտկայինի ճշմարիտ հարաբերակցության նրա բանաձևումները եւ կամ տարիների անփոփոխ սկզբունքը գրականությունը նախ եւ առաջ լեզու է եւ քանի որ Մելոյանն իր բարձր գրական նշաձուղի ու նուրբ ճաշակի գերին էր, հետեւաբար ուներ իր հեղինակների ընտրյալ մի խումբ՝ Համո Սահյան, Հրանտ Մաթեւոսյան, Ռուբեն Հովսեփյան եւ Ռազմիկ Դավոյան, որոնց կապված էր հոգեվոր հարազատությամբ եւ բարձր գրականության պահանջներով։ Մաթեւոսյան Մելոյան գրական եղբայրությունը սկսվել էր դեռ ուսանողական տարիներից։ Մելոյանի դուստրը Սոնան ընդգծում է ոչ միայն արժեհամակարգերի նույնականությունը, այլև անգամ ձեռագրերի նմանությունը։ Պապան որ գրում էր, նախ մի բան ասեմ, հավակնություն չլինի, իր ու Հրանտ Մաթեւոսյանի ձեռագիրը ինքան նման է, որ հնարավոր չի տարբերել, երկուսն էլ ոնց որ պետիտով թերթում, շատ մանր, բայց սենց մարգարտաշար, որ ամեն տառը առանձին բան է լինում։ Եվ ինքը միշտ սենց ինչ-որ թղթեր ուներ, որի վրա նախադասությունը գրում էր, ինչ-որ շտկում էր, հետո դա 20, 30, 40 վարկած կարող էր լինել, մինչև հանձնում էր թղթին։ Գրական մամուլում աշխատելու տարիներին, երբ գրական թերթի գլխավոր խմբագիրն էր, նաև նոր քանդեսի խմբագիրը, Ֆելիքս Մելոյանը մշտապես հավատարիմ մնաց իր մարդ տեսակին եւ մտավորականի խստապահանջ կերպարին։ Նրա հեղինակային ձեռագիրը խիստ ճանաչելի էր, իսկ գնահատականները ուղենշային նոր սերնդի համար։ Նրա գրականագետի տեսակն եմ ես ուղղակի կարոտում այսօր, որովհետև մի տեսակ ոչ ուներ հետաքրքիր, որ նրբերանգներին էր հետևում, ոչ թե ինչ-որ ընդհանուր վերլուծություն Մաթեոսյանի, ընդհանուր վերլուծություն Սահյանի եւ այլն, այլ կոնկրետ բանաստեղծության, կոնկրետ պատմվածքի կամ դրա կերպարի տեսակի, այնպիսի նրբերանգներ, որ մի ուրիշը չի նկատում։ Այդ նրբերանգների նկատման մեջ եմ ես հատկապես գնահատում դրա գրականագիտությունը։ Իր հեղինակային հոդվածների 2 հատորանոց ընտրանին նա վերնագրել է ընթացք, որում այսօր կարելի է տեսնել ազգային գրականության մեծ հայտնությունների ընթացքը։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։